Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ պարոն Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջույն եմ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Հետընտրական զարգացումները Հայաստանում դուք դրանք կբնորոշեք որպես ճգնաժամ, մենք գիտենք, որ ԿԸՀ են դիմել եւ անվավեր ճանաչելու համար պահանջով եւ կամ վերընտրություններ որոշ ընտրատեղամասերում մանդատները վայր դնելու, վայր չդնելու հարցն է քննարկվում եւ այսպես հետընտրական զարգացումները Հայաստանում ճգնաժամային կարող ենք համարել դրանք, թե բնականon նորմալ շրջան է։ Ընտրությունները ավարտվեցին, քաղաքացիական պայմանագիրը իրեն հայտարարեց հաղթող, մյուս 17 մասնակիցներից ով է Հայաստանում ճանաչել քվեարկության արդյունքը, ով է ճանաչել ընտրությունների արդյունքը, ով է շնորհավորել Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին իրենց հաղթանակով։ Ես որքան դիտարկում եմ այս վերջի օրերի ընթացքում տեղի ունեցածը, ոնց որ թե ոչ մի կուսակցություն այդպիսի հայտարարությունով հանդես չի եկել։ Չգիտեմ, միգուցե Հանրապետություն կուսակցությունը շնորհավորել է Փաշինյանին, հանուն Հանրապետության կամ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը, ում որ կապում էին որպես գործընկեր կուսակցություններ ԿՊ-ի հետ, բայց իմ աչքին իրենց կողմից էլ շնորհավորանք չեմ տեսել պաշտոնական եւ ընտրությունների արդյունքի ճանաչում եւ այլն։ Բնականաբար, երբ որ ընտրությունները ավարտվում են, շատ կարևոր է մասնակիցների գնահատական թիվ 1 մասնակից կուսակցությունները, մասնակից ուժերը ընդունում են, որ սա ազատ, արդար, ազնիվ ընտրություններ էին, ազնիվ ձայների հաշվարկով։ Կարծես թե այսօր Հայաստանում այդ վիճակը չի։ Խոշոր ձայներ հավաքած կուսակցություններից այդ պրոռուսական օպոնենտները Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի Նարեկ Կարապետյանի գլխավորած, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած եւ Գագիկ Սահակյանի կարծես թե հայտարարել են արդեն, որ վիճարկելու են արդյունքները։ Այսինքն ուրվագծվեց այդ քայլերի հերթականությունը վերահաշվարկից հետո լինելու է ըստ իրենց ներկայացրածի նույնպես են անոնցարել ինչպես կլինի դեռ չգիտենք բողոք կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջով չեղյալ հայտարարել ընտրությունները եւ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժի այդ բողոքը ապա հաջորդ քայլը բողոք սահմանադրական դատարան ընտրությունները չեղյալ հայտարարելու հայցով։ Այ հիմա մենք այս իրավիճակը ունենք։ Մյուս մասնակիցներից ոմանք օրինակ Յուրգեն Սիմոնյանը հայտարարություն արեց եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որ ընտրությունները լեգիտիմ չէին։ Ես չգիտեմ դեմ եմ բոլորին կուսակցությունը ինչպես գնահատեց ամփոփեց, բայց ոնց որ թե եւ Նինա Կարապետյանցից լսել ենք ման մի բան, միգուցե պաշտոնական չի, բայց կարծիք որպես, մի խոսքով կա այսօր խնդիր։ Ընտրությունների գնահատումը Հայաստանում բաց հարց է։ Բացառությամբ մի կուսակցության մնացած մասնակիցները ոնց որ թե ձեռնպահ են կամ բացասական են գնահատում կամ ձեռնպահ են ընտրությունների գնահատական տալու։ Համաշխարհային, եթե արտաքին արդյունքը վերցնենք, նույն կարելի է ասել ճամբարների հստակ բաժանում, որ եվրոպական պետությունները ԱՄՆ-ն ճանաչում են ընտրությունների արդյունքները, Ռուսաստանի Դաշնությունը, Ռուսաստանի Դաշնության գործընկեր պետությունները, ԵԱՏՄ, ոնց որ թե ձեռնպահ մնացին այդ ընտրությունները ճանաչելու։ Լռում են։ Հայաստանի համար դա աննախադեպ վիճակ է, որովհետև
Այն որ եվրոպական պետությունները եւ ԱՄՆ-ն միշտ ճանաչել են Հայաստանում ընտրությունները, նույնիսկ երբ որ մարդկանց փողոցում սպանում էին, դա նորություն չի։ Դա միշտ այդպես է եղել, չէ՞։ 2008 թվականին նախագահական ընտրություններից նույնպես լսեցինք շնորհավորանքներ եվրոպական ճամբարից եւ ԱՄՆ-ից, բայց որ Ռուսաստանի Դաշնությունը ընտրությունների վերաբերյալ այսպիսի դիրքորոշում ունի, սա նորություն է։ Այսինքն ընտրությունների հետ կապված երկրի ներսում կոնսենսուսի մասին խոսք չկա, նույնիսկ չեն կարող ասել, որ մասնակիցների մեծամասնությունը ճանաչել են ընտրությունների արդյունքները, հետընտրական պրոցեսների մեջ պարզվեց, որ տվյալների մուտքը արձանագրությունների տեղամասերում ձայները հաշվում են, կազմում են արձանագրություն, մուտք են անում էլեկտրոնային համակարգ, Հայաստանում քրոնիկ վիճակ է դա, տարիներ շարունակ, սխալմամբ է արվում, ընդ որում նենց սխալներով, որ կարող է ազդեն այսպիսի կարևոր հարցին կուսակցությունը անցնում է, թե չի անցնում խորհրդարան։ Դա ՉՊ է։ Եթե սխալները չազդեին, անցնել չանցնելու շեմի վերաբերվող չլինեին, կարող էին ասել, որ դա սխալ է, բայց չի փոխում արդյունքը, մեծամասնության քվեարկության արդյունքը, բայց երբ որ մուտքագրման տվյալները ազդում են հենց շեմա անցնելու, այսինքն խորհրդարան ձևավորելու վրա, դա ЧՊ է, մեծ ЧՊ է։ Դա այստեղ բացի ԲՀԿ-ից որևիցե այլ կուսակցություն նման խնդիր ուներ, ոնց որ թե Էլուր մնաց բացի ԲՀԿ-ից այլ կուսակցություն։ Այսինքն մի հոգի եթե կա, այդ ոչինչ լավ է որ 10 հոգի չի։ Հակառակը։ Բավական է որ մեկ այդպիսի հարց լինի, որպեսզի առհասարակ կասկածի տակ դրվի ընտրությունների արդյունքը։ Ըստ ՀՀ օրենսդրության այդպես է։ Հարցս հետևյալն էր, որ սուր է այս պահին դրված հարցը ԲՀԿ-ի եւ բոլորը հետևում են ԲՀԿ-ի տվյալին։ ԲՀԿ-ի հարց չկա, կա ընտրություններին վստահության հարցը։ Ընդհանուր։ Իսկ ԲՀԿ-ի շեմա անցնելու չանցնելու հարցը դա խորհրդարանի, մեծամասնության ձևավորելու, ոչ թե մեծամասնության, այն նկատի ունեմ իշխող ուժի մեծամասնության, այլ ժողովրդի քվեարկության մեծամասնության, ում որ քվե է տվել եւ անցել են շեմը կամ ԲՀԿ-ի դեպքում հարցական է դա եւ այլն, այդ հարցն է, ոնց է ընտրական համակարգը վերից վար եւ այս իրավիճակը ինչ են տալիս։ Տալիս են հետևյալ այս պայդրության փաստը, որ չեն համընկնում եւ վերահաշվարկի արդյունքում էական շեղումներ են ի հայտ գալիս բաներից թուպից համվող, քվեների եւ կարծես թե արձանագրությունները կազմում են հատ ձայները հաշվում են բաների տեսախցիկների տակ, չէ, ոնց կարելի է այդտեղ սխալվել։ Բավականին ժամանակ ունեն այդ ամենը անելու, հատ հաշվում են, ներկայացուցիչները նստած են, արձանագրությունը կազմում են, պարկի մեջ դնում են, ուղարկում են, հետո մի քանի օրից, 2 օրից վերահաշվարկում են, պարզվում է սխալ է, ու մի հատ չէ, տասնյակ ընտրատեղամասեր։ Այդ ինչ ընտրությունների կազմակերպում է, որտեղ ձայները նորմալ չեն կարող հաշվել։ Գիտեք, հիմա ժամանակն է այդ Յոսիֆ Ստալինին վերագրում են այդ խոսքը, որ կարևոր չի ոնց են քվեարկել, կարևորը ոնց են ձայները հաշվել։ Չգիտեմ իրոք Յոսիֆ Ստալինը այդպեսի բան ասել է թե չէ, բայց իրեն վերագրում են։ Իսկապես Հայաստանում ձայները հաշվելու քրոնիկ խնդրեմ է։ Եվ իմ կողմից, իմ դիտարկումը, որ նաև մեծ հարց է, որքանով Հայաստանում սահմանափակված է բազմակի քվեարկության հնարավորությունը, տեխնիկապես որքանով է սահմանափակված։ Մեկ ընտրատեղամասում 100%-ով սահմանափակված է։
այսինքն նույն մարդը իր մատնահետքով, տարբեր անձնագրերով, նույն անձնագրով չի կարող քվեարկել տվյալ ընտրատեղամասում։ Տեղել մի փոքր բան կա, եթե լրացուցիչ ցուցակով չի քվեարկում։ Կարող է մի անգամ քվեարկել անձնագիրը մուտք անելով համակարգ, մատնահետքը դնելով եւ կարող է լրացուցիչ ցուցակով քվեարկել առանց այդ ամենը պարզապես անձնագիրը ներկայացնելով ֆիզիկապես այսպես կոչված լրացուցիչ ցուցակների բան, ով որ տվյալ ընտրատեղամասի բազայում չկա։ Բայց ընտրատեղամասերը որքան գիտեմ, միավորված չեն ընդհանուր ցանցի մեջ եւ ընդհանուր բազայի մեջ եւ նույն մատնահետքով, հա, այսինքն նույն մարդը կարող է տարբեր ընտրատեղամասերում քվեարկել։ Այդ հարցը Հայաստանում տեխնիկապես փակված չէ։ Արդեն քանի տարի է գործում այդ մատնահետքի։ Կարծեմ թե սա երրորդ թե չորրորդ ընտրություններն են, հա, 15 տարի առնվազն։ Բայց զարգացումը ընտրական բանի այդ ինֆրակառուցվածքի մնացել է այնպես ինչպես որ 15 տարի առաջ։ Ես վստահ եմ որ դժվար չէր միավորել մեկ բազայի մեջ եւ բացառել որ նույն մատնահետքով մարդը տարբեր ընտրատեղամասերում չկարողանա քվեարկել եւ այսպես ասած առհասարակ վերացնել բոլոր ենթադրությունները կամ պատկերացումները, որ Հայաստանում իշխանությունները կարող են կազմակերպել կրկնակի կամ բազմակի քվեարկություն իրենց օգտին, օգտագործելով տվյալներ բացակա քաղաքացիներին, տպելով կեղծ անձնագրեր այդ բացակա քաղաքացիների։ Այն ինչ որ ես ասում եմ, նախկինում մեղադրում էին իշխանություններին այդպիսի արարքների մեջ։ Հիմա նույնպես այդ եթե տեսնում ենք բարձր մասնակցություն այդ հարցերը ակտուալ են։ Էլ չասած, որ այդքան խոսացին ցուցակների մասին, ցուցակների մեջ որ կան մահացած, Հայաստանից գնացած եւ այլն մարդիկ, բայց շարունակում է թիվը մնալ 2.5 միլիոն, ինչ որ եղել է 20 տարի առաջ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ժամանակ։ Ընտրացուցակների մասին եմ ասում։ Եվ շարունակում է այդ երևույթը, որ մարդը գալիս է ընտրատեղամաս, տենում է, որ իր տանը գրանցված է ուրիշ մարդ։ Եղել է այս ընտրություններում նույնպես այդպիսի աղազանգեր։ Պիսի երևույթներ առհասարակ ազնիվ ընտրություններում չպիտի լինեն։ Հիմա ես թվարկեցի խնդիրներ, որոնք որ իհարկե մի մասն են այս ընտրություններում այդ պրոռուսական ուժերը բողոքում են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են եղել եւ այլն։ Դա էլ է լուրջ քաղաքական խնդիր։ Ինչի է Հայաստանում զերծ իշխանությունները չիրականացրեցին լուստրացիա քաղաքական ուժերի, թույլ տվեցին, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններում եւ կիրառեցին քրեական հետապնդումը որպես գործիք։ Լյուստրացիան դա այն գործիքն է, երբ որ զանգվածային խախտումների, հա, խախտումների վտանգ կա եւ որոշ քաղաքական ուժերին, գործիչներին արգելում են 10 տարով ընտրություններում մասնակցել, որ իրենք չմխտերեն ընտրությունները, որ ամբողջ պետությունը խնդիր չունենա հետևից վազվզել կամ հիմա տեսեք զանգվածաբար հեռախոսակցությունները քաղաքացիների լսել են։ Դա բազմաթիվ հրապարակված ձայնագրություններից հասկանալի է։ Բոլորին դատարանները պես ժամանակին տվել են բաներ, հա, այդ թույլտվություններ, սահմանադրական իրավունք է, չէ՞, գաղտնիությունը։ Այսինքն հասկանում ենք, որ հավանաբար այդ մի սահմանադրական իրավունքը այս վերջի ամիսը, 2 ամիսը Հայաստանում պարզապես չի գործել։ Ում անհրաժեշտ է եղել օպերատիվ հետախուզական, չէ, բանով լսել են,
Պարզ է, որ հետո եթե դատարան պիտի ներկայանան, հետին թվով պիտի ինչ-որ որոշումներ դատարանից վերցնեն, ես իմ փորձով եմ ասում, իմ դեմ քրեական այդ շնչու գործի մեջ, գաղտնալսման դատարանի որոշումը ակնհայտ ապօրինի դատական ակտ է հետին թվով կազմված եւ այնպիսի սխալներով, որ ակնհայտ ապօրինի դատական ակտի բան ունի։ Հայկական դատական համակարգում եւ իրապահ համակարգին դա բացարձակ չի հետաքրքրում, երբ որ կաշինցու գործ եւ պետք է առաջ տանել, ամբողջ մեքենան աշխատում է այդ գործը առաջ տանելու համար, բայց դա փաստ է ինձ համար եւ ես վստահ եմ, որ շատերի համար, ովքեր որ հիմա կալանավորված են, ում համար քրեական հետապնդումներ են ներկայացրել, կարող են այդ խնդիրը ունենալ։ Եվ առհասարակ հանրությունը վերջո իսկ ով ունի տեսեք երբ որ քննչական մարմիններին թույլ են տալիս բոլորին լսել ում անհրաժեշտ են գտնում ով ասեց որ անձնական նպատակներով տեղեկություններ չեն ձեռք բերվի առանձին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից այդ պետական գործ անելու ժամանակ նաև մի հատ էլ ենթադրենք լսենք այնինչի գործերից մի քիչ էլի ինչով է զբաղված տնտեսական նշանակության տեղեկություն կոմերցիոն, հա, նշանակության այնպես չի որ մեր իրավապահ մարմիններում իրավիճակը կադրային այսպես կայուն է, հա, եւ բարձրագույն վստահություն կա այդ մարմինների նկատմամբ, որ այդ մարդիկ իրենց պաշտոնները իրենց օգտին չեն օգտագործում չեն։ Կան, չէ՞, բարբերաբար քրեական գործեր դնում է սրան բռնեցին, նրան բռնեցին հենց համակարգի մեջից ինչ որ լևի գործ անելու համար։ Այսինքն հանրությանը նման իրավիճակը մեծ վնաս է պատճառում։ Անձնական տեղեկությունների իմաստով, որ Հիմա ոչ մեկ Հայաստանում չի կարող վստահ լինի, որ իր գործերին վերաբերող հեռախոսային խոսակցությունները չեն լսվել։ Իր անձնական տեղեկությունները չեն օգտագործվել քննչական մարմինների կողմից։ Եվ ոչ մեկ չի կարող վստահ լինի, որ դրա հետևանքները ինչ է լինելու, որտեղ այդ ամեն ինչը եղել է ոչ օֆիցիալ, չէ, հավանաբար։ Եվ ոչ մեկ կոնկրետ պատասխանատու չի։ Այսպիսի բաները վատ են հանրության համար, վնաս են հանրության համար, բացասական հետևանքները երևալու են երկարատև ժամանակվա արդյունքում, սա անցյալ խնդիրներն է, որ ասեցի, բայց ներքին ճգնաժամը, ես գնահատում եմ սա որպես ճգնաժամ, պայմանավորված է նրանով, որ եւ ընտրական համակարգը ի վիճակի չեղավ թափանցիկ եւ ազնիվ արդար, հա, ասում են, ազնիվ ձայների հաշվարկ ապահովի, արդար պայմաններ ապահովի, ընտրական համակարգի մասին եմ ասում, պետության մեջ ընտրական համակարգը առանձին ինքնուրույն անկախ համակարգ է, որը որ չպիտի լինի քաղաքական ազդեցության տակ, պիտի լինի չեզոք, չէ, ինքնուրույն, այսպես ասած, գործի հանուն ժողովրդի կամքը այդ արտահայտելու եւ այլն։ Եվ process-ը դեռ ավարտին չի հասել։ Այդ process-ի շարունակությունը վաղը հրապարակվելու են, վաղ ամսի 14-ն է, Կիրակի օրը հրապարակվելու են։ Գարնե ոնց որ թե եթե Նարեկ Կարապետյանի վերջի այդ բանը, հա, պարզապես չկրկնեմ, բողոք, դատարան եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ զերծ մնացին այդ պրոռուսական ուժերը, հանրահավաքներ կազմակերպելուց, ընտրողների հետ կապը կարծես թե իմ կարծիքով կորցրեցին այս ընթացքում, որքանով հետաձգում են ինչ-որ միջոցառումներ, իմ կարծիքով դա թուլացնելու է, եթե ինչ-որ մի կետում ցանկանան հանրության հետ միասին հանդիպելու ցույց տալ համախմբում, այս հարցերի շուրջ դա արդեն
այն մասշտաբը չունենա, ինչը որ կարար ունենար այս շաբաթվա ընթացքում, եթե լիներ։ Կարծում եք Կարծում եմ չեն օգտագործի դա նաև մեր հանրության բանն է, որ հատկությունը մարդիկ այսպես էմոցիա են ապրում ու հետո մարում այդ էմոցիան շատ արագ, եթե այդ պահին, հա, այս հարցով եթե ամսի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին այս շաբաթվա մեջ չարվեց, այդ տեղի չունեցավ այդ համախմբումը, այսինքն այդ Ռոբերտ Քոչարյանը չուզեցավ հանդիպել ընտրողների հետ հանրահավաք կազմակերպել, Սամվել Կարապետյանը կամ բոլորը միասին, հետագայում իրենց ավելի դժվար կլինի մարդկանց հավաքագրել։ Ну, միշտ կան կուսակցական, ну, այսպես ասեմ, կուսակցական ադմինիստրատիվ մեթոդներ, հա, մարդկանց հավաքելու։ Իշխող ուժի մոտ կուսակցական եւ պետական ադմինիստրատիվ մեթոդներ, ընդդիմության կուսակցությունների մոտ կուսակցական ադմինիստրատիվ մեթոդներ, բայց դա իհարկե նույնիսկ ձևական առումով կարևոր էր այս շաբաթվա ընթացքում ընդդիմության համար, որ չարվեց, նշանակում է, որ այդպիսի մտադրություն կամ առհասարակ չկա, կամ դեռ չկա Հայաստանի համար դա այս պահի դրությամբ կայունությունը պահպանելու արտաքին կայունության արտաքին տպավորությունը պահպանելու հնարավորություն տվեց, որ ընտրությունները անցան, փողոցում մարդ չկա։ Դուք փորձառու բավականին շատ փորձառու քաղաքական գործիչ եք, ոչ մեկ ընտրությունների եք մասնակցել, ձեր այդ կարծիքը շատ կարևոր եւ կարծում եմ մեզ լսողները եւս կարևորություն կտան ձեր այդ տեսակետին եւ արդյոք դա չի նշանակում, որ մարդիկ կհամարեն, որ եթե այս ամենը չարվեց, բայց զուգահեռաբար ինչ որ գործընթացներ են սկսում, անվավեր ճանաչելու ամբողջ ընտրությունները, այս ամենը բուտաֆորիա է, այս ամենը կեղծ պայքարի այսպես պատրանք է, ձև է եւ հիմնական գուցե խնդիրը, ես չեմ ուզում այս հարցը որպեսի երկրորդ հարցով խափանվի, բայց նաեւ որպես երկրորդ հարց մի տարբերակը ընդդիմությունը փորձում է չեղարկել ընտրությունների արդյունքները ամբողջությամբ եւ երկրորդը ծրագիր, ասում են պրոգրամա մինիմում, ծրագիր նվազագույնը գոնե ԲՀԿ-ի հարցը ճշտվի եւ ԲՀԿ-ն ստանա գոնե այս վերահաշվարկի արդյունքում պակասող ձայները եւ կարողանա մուտք գործել ազգային ժողով։ Ժողովուրդը կարող է լսելով ձեզ համարել, որ այս քաղաքական պայքարը հետընտրական տանում է դեպի ոչ մի տեղ։ Դե մի դասավորություն խորհրդարանում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը պահպանում է, ոչ թե ձեռք է բերում, այլ պահպանում է, հա, 3/5-ը, նախորդ խորհրդարանում ավելուն էր։ Երկրորդ տարբերակ երբ չի պահպանում։ Գայանը մենք տեսել ենք, երբ իշխող ուժը պարտվում է ինչ-որ քաղաքում, հետո այդ քաղաքապետին կալանավորում են կամ չգիտեմ ինչ են անում, հետո իշխող ուժն է գալի իշխանության, կամ տեսել ենք, երբ որ ձայների առում պարտվում է, բայց քաղաքապետը Իրանն է, Երևանում օրինակ, չէ՞։ Մեծամասնություն չունի իշխող կոալիցիան, բայց քաղաքապետը քաղաքացիական պայմանագրից է։ Մենք խորհրդարանում տեսել ենք, ոնց պատգամավորներ դուրս են գալիս իրենց ֆրակցիաներից, դառնում են անկախ պատգամավոր, չէ՞։ Այսինքն ասել, որ այսպես է ու վերջ, որ եթե խորհրդարանում ստացվի, հա, ենթադրենք ԲՀԿ-ն անցավ, 3/5-ը իշխող ուժը չունեցավ։ Այս ինչը որ տեսել ենք, տասնյակ պատգամավորների դեմ, թեկնածուների դեմ քրեական գործեր եւ այլն, հեշտությամբ
այդ իշխող ուժը հանում է պատգամավորից ցանկացած հələ դեպք չի եղել, որ մերժի դատախազությանը, չէ, այդ իմունիտետը, անձեռնամխելիության իրավունքը։ Այսինքն գործիքները ազդելու, դասավորությունը փոխելու չեն վերացել, մնում են։ Դրան է միտված։ Ոչ թե դրան է միտված, այլ երբ որ չկան այդ իշխանության բաժանում, դատական, գործադիր, օրենսդիր, երբ որ իշխանությունը ազատ է, այսօր Հայաստանի իմ տեսակետից ամենամեծ վտանգը այն է, որ ձևավորվել է այնպիսի պայմաններ իշխող ուժի համար, երբ որ ինքը կարող է անտեսել սահմանադրություն, օրենք, ամեն ինչ։ Օրինակ Արտուր Օսիպյանի կալանավորման քրեական հետապնդման դրվագը ինչի մասին է վկայում։ Անպատժելիության, չէ, բարձրագույն աստիճանի։ Ինչ կուզի իսկապես այսօր իշխող ուժը կարող է անել, դատարանները իրա ձեռն են, քննչական կոմիտեն իրա ձեռն է, ոստիկանությունը իրա ձեռն է, անվտանգությունը, ազգային անվտանգության ծառայությունը իրա ձեռն է, ցանկացած քաղաքացի անպաշտպան է, ում կուզենան կարան կզցնեն։ Բեմից ասում են սրանք քաղաքական է, հա, բուրգի օպոնենտներին են ասում, սրանք կզցնենք, նրանք կզցնենք, բայց իրականում ցանկացածին կարող են կզցնել։ Հիմա ես դրա համար եմ ասում, որ Հայաստանի քաղաքացիները առավել վտանգի մեջ են գտնվում իրենց իրավունքների պաշտպանության տեսակետից, քան երբևիցե։ Հիմա կասեն, տեսեք, ընդվզում եղավ, իհարկե այստեղ շատ-շատերը, ովքեր այդ պայքարի մեջ էին Արտուր Օսիպյանի հետ կապված այդ գործում, նրանք Արտուր Օսիպյանին չէին ճանաչում, հարցը ասում էին Արտուր Օսիպյան անձը չէ, հարցը երևույթն է եւ իրավունքները, քաղաքացիները բարձրացան, կազմակերպություններ, այսինքն իրենք կողմ են Արցախում էթնիկ զտմանը, բայց Արտուր Օսիպյանի կալանավորումը ձևակերպումները այդպիսին են, մենք չենք ճանաչում Արտուր Օսիպյանին, բայց գնացել ենք նստածություն պայքարում ենք, որովհետև մենք պայքարում ենք երևույթի դեմ եւ հաղթանակը, այսինքն Արտուր Օսիպյանին ազատ արձակումը գնահատվեց որպես գոնե այսպես հաղթանակ, միջանկյալ հաղթանակ կամ կարելի է ասել հաղթանակ, համենայն դեպս Արտուր Օսիպյանին ազատ արձակվեց։ Տեսեք, ազնիվ հասարակական իրավապաշտպան գործիչը Հայաստանում կարող է անտարբեր մնալ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների իրավունքների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում։ Կարող է, մարդ կարող է իրավապաշտպան լինել եւ անտարբեր մնալ, որ Ադրբեջանում, Վրաստանում, չգիտեմ, Բուրկինա Ֆասոյում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտում։ Ամեն օր Ադրբեջանում 300 քաղբանդարկյալ կա պաշտոնապես։ Հայաստանի իրավապաշտպաններին դա չի հետաքրքրում, իրենց առարկան չի։ Բայց եթե Ադրբեջանը խախտում է մեր հայրենակիցների մարդու իրավունքներն ու ազատությունները, իրավապաշտպանները ո՞նց պիտի դրան վերաբերվեն։ Ես չեմ լսել մեր իրավապաշտպանների այն աստիճան ձայնը, հա, իրենք միացել են Freedom House-ի կողմից պատրաստված մեծամասնությունը գրեթե բոլորը զեկույցի, որտեղ որ գնահատական է տրված, որ Արցախում էթնիկ զտում է կատարվել։ Բոլոր ում գիտեք, ստորագրությունները այդ զեկույցի տակը կան։ Այդ դեպքում իրենք չեն կարա լուր մնան Վաշինգտոնում ամսի 8-ին նախաստորագրած խաղաղության պայմանագրին։ Պիտի դեմ խոսան, ասեն սա անարդար պայմանագիր է, որովհետև այս մարդու իրավունքների խախտումը բան է անում, թողում է առանց հետևանք։ Դուք լսում եք իրենց ձայնը, ես չեմ լսում։ Ես չեմ լսել, որ մեր իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեմ դուրս գան Վաշինգտոնում անցյալ տարի
օգոստոսի 8-ին քննված նախաստորագրված պայմանագրին այն մասով, որ դա խախտում է Արցախում բնակվող հայերի, Արցախի հանրապետության քաղաքացիների, հա, նախկին այդ իրավական, օրինական իրավունքները եւ ազատությունները։ Չեմ լսել։ Դուք լսել եք։ Միգուցե ես ինչ որ բան բաց եմ թողել։ Բազմաթիվ պետիցիաներ են եղել եւ այլն։ Մարդկանց Այսինքն ձեր հարցը հետեւյալն է, ինչու տվյալ դեպքում, որ դուք թվարկում եք Շնորհակալ ենք, այսպես ասեմ, բոլորին, ովքեր որ աջակցեցին Արտուր Օսիպյանի խափանման միջոցը փոխելու։ Քրեական հետապնդումը մնաց, խափանման միջոցը փոխելու։ Բայց դա այսպես ասած մարդասիրական, բայց հասարակական քաղաքացիական դիրքորոշման մասին եմ ես ասում։ Արտուր Օսիպյանը ով է? Մարդ ում ազատություններն ու իրավունքները Ադրբեջանը խախտել է։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ո՞րն է։ Ինչի առաջացավ այդ կոնֆլիկտը, չէ՞։ Եվ երբ որ մարդիկ պես հայտարարություններ են անում, ես համաձայն չեմ Արտուր Օսիպյանի մտքերի հետ, բայց ենթադրենք ստորագրել եմ իր համար կամ ինչ որ բան եմ արել, ես այդ առումով, այդ կապակցությամբ ուզում եմ ասեմ, որ այո, կարան լինեն մարդիկ, բայց այդ մարդիկ քաղաքացիական հասարակություն չեն կարող համարվել ըստիս։ Ըստիս չեն կարող համարվել քաղաքացիական հասարակություն մարդիկ, ովքեր որ գնում են Ադրբեջանում հանդիպում են ունենում, որտեղ Ադրբեջանում չկա քաղաքացիական հասարակություն, չէ՞։ Չի կարող լինել։ Կարող է լինել Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն։ Ուզում եք ասեք հատուկ ծառայությունների կողմից Չէ, գայանը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ բանտում են, կամ ընդհատակ են, կամ փախած են։ Դրա համար ուստի այն Այսինքն եթե ներկայացնում են պետության ներկայացուցիչներն են։ Ու երբ որ դու գալիս ես ու ասում ես ես հանդիպեցի քաղ հասարակության ներկայացուցիչ հետ, արդեն խորամանկում ես քո հանրության առջև, որովհետև դու գիտես, որ դու հանդիպեցիր պետության նշանակած մարդու հետ։ Հիմա հատուկ ծառայությունա թե չգիտեմ աշխատակազմի իրենց այդ նախագահի ինչ որ ստեղծած հասկանալի է ձեր տեսակետը։ Գոնգո է կոչվում, հա, պետության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպ։ Հիմա մենք էլ մեծ մի շարք ունենք, հա, այդպես հասարակական կազմակերպություններ, որոնք որ պետության կողմից են ֆինանսավորում եւ կողմնակալ դիրքորոշում ունեն, այսինքն չեն կարող իրենց քաղաքացիական գործունեությունը չնայած դա վատ բան չի, երբ որ պետությունը ֆինանսավորում է։ Երբ որ թափանցիկ է, վատ բան չի։ Երբ որ թափանցիկ է եւ չի պարունակում քողարկված է լավ չի։ Չէ, եւ չի պարունակում քողարկված պահանջներ այսպես արա կամ այսպես արա։ Մենք հիմա տեսեք նաեւ հիմա հակառակ օրինակը բերեմ դաշտից էլ պրոռուսական ուժերը ստեղծեցին քաղաքացիական այդ հասարակական կազմակերպություն, որի միջոցով ըստ չէ հայտարարված քրեական գործի այդ մեղադրանքի բովանդակությանը 1400 հոգու հետ այդ քաղաքացիական հասարակական կազմակերպությունը պայմանագրեր կնքեց, գումար տրամադրեց ինչ որ քաղաքական գործունեության համար եւ այդտեղ իրավապահները տեսան հակասություն հարուցեցին գործ ներկայացրեցին մեղադրանք այսինքն այդ խնդիրները կան որ հասարակական կազմակերպությունները իրենց ազատությունները եւ սահմանափակումները ունեն չպետք է քաղաքական ուղղություն ունենան նույնիսկ երբ որ պետությունից ստանում են ֆինանսավորում չպետք դա այլ հարցեր են բայց հիմա եթե մենք հետ վերադառնանք գլխավոր հարցը մեր ժողովրդի, մեր քաղաքացիների իրավունքները, ազատությունները որ դեպքում են ավելի պաշտպանված։ Երբ որ քաղաքացիական հասարակություն կա, երբ որ իշխանությունների բաժանում, թիվ 1, երբ որ կա իշխանությունների բաժանում, թիվ 2, երբ որ կա ազատ մամուլ, թիվ 3, երբ որ կա քաղաքացիական հասարակություն։ Այս գործոններն են, որոնք եւ ընդդիմադիր կուսակցություններն էլ իսկապես ընդդիմադիր կուսակցությունները իսկապես ընդդիմադիր կուսակցություններ են, լեգիտիմ են, լեգալ են եւ այլ պետությունների կամակատարը չեն եւ մյուս։ Եվ այս դասավորության մեջ հիմա եթե մենք մեր քաղաքացիների հետ հերթով գնանք, իշխանությունների բաժանում ունենք ոչ։
ընդդիմությունը մեր քաղաքական քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանն է, ոչ, քաղաքացիական հասարակությունը ինչ է, ուժ է, ոչ, իրականում ոչ։ Այսինքն կառուցել, այդ ամենը պետք է կառուցել։ Օրինակը դա կարևոր օրինակ է, բայց իմ մտավախությունը, որ դա եզակի բան է։ Ամեն մի ապօրինության դեմ չի կարա այսպիսի պայքար վարվի։ Արտուր Օսիպյանին ճանաչում էին, դեպքը հանրաճանաչ էր, հարցը երկարևոր էր։ Դեպքը շատ ակնհայտ էր պարզապես։ Ու մենք տեսանք, բայց ինչքան դեպքեր կան, որ մենք պարզապես չենք տեսադար չեն ընկնում։ Շնորհակալություն, գովազդ ենք հայտարարում եթերում, բայց ուզում եմ նախանշել այն թեման, որի շուրջ մենք զրուցելու ենք գովազդից հետո։ Մենք ունենք իհարկե հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարց, բայց ընտրությունների եւ ընտրությունների արդյունքի ամփոփման որպես վերջին հարցս լինելու է հետեւյալը, որը մենք քննարկելու ենք գովազդից հետո արդյոք ինտրիգը այսօր դու կարող եք ասել ոչ, ես սխալվում եմ, որովհետև դա նորից իմս չէ, իմ կարծիքը չէ, սա այն է, ինչի մասին խոսում է հասարակությունը, որ երկու հարց է հիմա հուզում բոլոր մասնակիցներին կամ նրանց, ով արդեն անցել է ազգային ժողով, անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն հետընտրական։ Արդյոք ընդդիմությունը կարողանալու է ունենալ բավականաչափ ձայների քանակ, որպեսի օրինակ եմ ասում, impeachment-ի հարց կարողանա օրակարգ մտցնել եւ ինչու ոչ հետո կարողանա անցկացնել, այդքան ձայն իրենք ունենալու են թե ոչ, իշխանական թևը մտահոգ է կամ մտածում է լավ կլիներ, եթե նա ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև վաղը մյուս օրը մենք սահմանադրության հետ կապված հարցի շուրջ ունենք քննարկում կամ հանրաքվե եւ իշխանությունն էլ մտածում է այս ուղղությամբ, այսինքն երկուսին էլ պակասող ձայներ են պահանջվում։ Արդյոք դա այսօր թեմա է, իսկապես դրա շուրջ պետք է մտածել, թե ոչ սա պարզապես խոսում են կանցնի կգնա կարևոր հարց չի։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում, կվերադառնանք տաղավար, կշարունակենք զրույցը։ Սիրելի բարեկամներ, Հայ-կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում եւ այսպես պարոն Ղուկասյան, արդյոք ինտրիգը այսօրվա խորհրդարան անցած կուսակցությունների քաղաքական ուժերի այն է, որ ընդդիմադիր կուսակցությունները, ընդդիմադիր ուժերը փորձում են ունենալ բավականաչափ ձայներ, տեղեր, որպեսի մանդատներ, որպեսի պետք եղած ժամանակ կարողանան միահամուռ հանդես գալ այս կամ այն հարցի շուրջ, օրինակ impeachment-ի, որը անցած այս ներկայիս խորհրդարանի պայմաններում նրանց չհերիքեց երկու ձայն, կարծեմ, երկու ձայնի պակաս ունեին, եւ հակառակը արդյոք Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ չէ հավաքել սահմանադրական մեծամասնություն, որպեսի կարողանա եւս բարձել չկրկնեմ անցկացնել իրեն անհրաժեշտ հարցերը եւ ԲՀԿ-ի մտնել չմտնելը, ԲՀԿ-ի ձայները, մանդատները եւս շատ կարեւոր են այստեղ։ ԲՀԿ-ի համար դա կարևոր հարց է, չէ, որպես մասնակից ինքը պիտի պայքարի իր արդյունքի համար։ Քանի որ այդ արդյունքից փոխվում է, այսպես ասենք, ստարտային դասավորությունը խորհրդարանում, որովհետև ստարտային դասավորությունը փաստ չի, որ պահպանվում է ընթացքում։ Քննարկեցինք այդ հարցը, ազդեցության բազմաթիվ միջոցներ կան, մարդկանց հարկադրելու, շանտաժանելու եղանակով, հա, քաղաքական իրենց բանը փոխելու, դիրքորոշումը փոխելու ազատություն կա եւ այլն եւ այլն։ Այսինքն այսօրվա պայմաններով այդ ամեն ինչը տեսել ենք եւ տեսնում ենք։ Դա դոգմա չի, որ այ եթե Բարգավաճ Հայաստանը անցավ, ուրեմն վсё։
Չէ, այնտեղ ձայներ կարող են իրարից վերցնել, դրա մասին են խոսում անում։ Դե մենք չենք տեսել, որ ընդդիմությունը ձայներ վերցնի հələ այդ երևույթը իշխող ուժից, բայց մենք տեսել ենք, որ իշխող ուժը ձայներ է վերցնում ընդդիմությունից։ Ընդդիմությունը չի կարող քրեական լծակներ կիրառել իշխող ուժի պատգամավորների նկատմամբ։ Հակառակը լինում է եւ պես տարածված երևույթ։ Այսինքն բացահայտ երևույթ էլի, ուզում եմ ասեմ։ Այդ մասով իմ կարծիքով չափազանցված են այդ քաղաքական նշանակությունը այդ հարցերի ստարտային դասավորությունը խորհրդարանում, բայց ստարտային դասավորությունը խորհրդարանում ինչ որ սիմվոլ է, ձայների բաշխման, հանրային օժանդակության, քաղաքական արդյունքի մի խոսքով։ Այդ իմաստով դրա շուրջ քաղաքացիական պայմանագիրն է, չէ՞, ով է հիմա ջղաձգում վերջո քաղաքացիական պայմանագիրը, ով է խոչընդոտում ԲՀԿ-ի անցնելը խորհրդարան։ Դե ձեզ ասեն թվերը, թող թվերը ճիշտ լինեն, դե ասեն, բայց հանրությունը այդպես է ընկալում։ Դուք կարծում եք ընկալում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խամաչիկ մարմին է, ենթարկվում է իշխող ուժին։ Այդպես է, չէ՞, հանրությունը միշտ ընկալել եւ հիմա շարունակում ընկալել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Որ արդար չէ այս ամբողջ։ Ոչ միայն արդար չէ, այլ որ վարչապետին ենթարկվող մարմին է։ Ինչքան էլ, հա, վարչապետը ասի, որ մենք ոստիկանությունը, ԱԱՑ-ն, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները ինձանից անկախ մարմին են այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բայց դրան հավատում են մարդիկ։ Մեծամասնությունը չէ։ Նամանավանդ բարբերաբար էլ վարչապետը ասում է, «Էդ ինչ դատարանա, որ կարա մեր դեմ որոշում կայացնի, այս դատավորները եթե սենց ապա մենք իրենց սպառնում է, չէ, աչուձախ քրեական»։ Մի խոսքով դուք ասում եք, որ դա այդքան էլ սուր չի դրված իմպիչմենտի։ Ես ասում եմ, որ հասարակությունը ընկալում է հետևյալը. իշխող ուժը խոչընդոտում է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու փաստը ճանաչելուն եւ իր բոլոր միջոցները կիրառում է, որ ԲՀԿ-ին չթողնի խորհրդարան մտցնի։ Դա հանրությունը ընկալում է, որ դա անում է իշխող ուժը, ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ԲՀԿ-ն խնդիր ունի, էլի։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը։ Բայց ամփոփենք այդ հարցը, հասկանանք, որ ստարտային դասավորությունը էական է այդքանով, ինչքանով ինքը ֆիքսում է քվեարկության արդյունքը։ Իսկ ինչ կլինի հետագայում, վաղը իշխանությունը, եթե այսօր Գագիկ Ծառուկյանին նստեցնելու սպառնալիք լսել եք անձամբ վարչապետից։ Լսել եք, չէ՞։ Բոլորս լսել ենք։ Ասեց Ծառուկյանին, Կարապետյանին, Քոչարյանին նստեցնելու ենք։ Իրա այդ ամսի 8-ի առավոտյան, հա, գիշերը ժամը 2-ի ելույթի մեջ, եթե չեմ սխալվում, հաղթել ենք էսա, սրանց էլ բոլորին նստեցնելու ենք։ Հիմա ուզում եմ ասեմ, այս, չէ՞, մթնոլորտի մեջ ենք մենք ապրում, երբ որ 3 օրը մեկ վարչապետի շուրթերից հնչում է սրան նստեցնելու ենք, սրան նստեցնելու ենք, սրան նստեցնելու ենք եւ այլն այս ձևի սպառնալիքներ։ Եվ այդ առումով հետագան խորհրդարանի կյանքը պիտի ցույց տա, այսինքն դա կախված է այլ բաներից։ Ժողովրդի քվեի հետ կապ չունի։ Այլ բաները Եվ մենք այլ բաները հետապնդումներն են, քրեական հետապնդումներ, ինչպես որ եղավ Ալավերդի, ինչպես որ եղավ Գյումրի, ինչպես որ եղավ բազմաթիվ այլ թիմ, հա, ընտրություններում, երբ որ իշխող ուժը պարտվում է, բայց հետո ինչ ընտրությունների հետ կապ չունեցող իրադարձությունների հետևանքով գալիս է Վարդան Ղուկասյան, հա, Գյումրիի Արդեն Ղուկասյանն այդ օրինակներից մեկը։ Շնորհակալ եմ, մեզ շատ քիչ ժամանակ է մնում ABC TV-ի եթերում, սիրելի ABC TV բարեկամներ, մի 3 րոպե էկրանին երևում է, 3 րոպե անց մենք
դուրս են գալու եթերից, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այս ընթացքում եւ հորդորում եմ նրանց, ովքեր ուզում են դիտել շարունակությունը մեր զրույցի Անդրեաս Ղուկասյանի հետ, կարող են դա անել մեր այլ հարթակներում, մասնավորապես YouTube-յան մեր ալիքում, Նոյանտապան Special, մեր կայքում եւ Patreon-ում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընձեզ, պարոն Ղուկասյան, հաջորդ հարցը, որ ուզում եմ ձեզ հետ հաստատ հասցնել քննարկել ներողություն, դա հայ-ռուսական հարաբերություններն են, հարցը հետեւյալն է։ Շատերին հետաքրքրում է հարցը, ինչու ընտրություններից օրեր առաջ, բառացիորեն ընտրությունների նախօրյակին Ռուսաստանը, Պուտինը այդպիսի խիստ սահմանափակումներ, սանկցիաներ կարելի ասել դրեց Հայաստանի վրա, այդ ուրեմն ելակ է, ձուկ է, չգիտես ամեն ինչ, գիտենք այդ ամբողջը կոնյակ եւ այլն, երբ որ հենց նույն Պուտինը շնորհավորեց հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչու դա արվեց, դա ինչ նպատակ ուներ։ Նա կարող էր այդ ամենը աներ, ասենք ամսի 8-ին, 9-ին, 10-ին, այսօր ընտրություններից հետո դա կապված էր ընտրությունների հետ, թե ոչ, այդ ամբողջ լարվածությունը հայ-ռուսական հարաբերությունների ի ցույց դնելը ընտրություններից առաջ ինչ նպատակ ուներ։ Ռուսաստանի Դաշնությունը արգելում է Հունաստանից սննդամթերքի մուտքը Ռուսաստան, Հունգարիայից սննդամթերքի մուտքը Ռուսաստան, ինչու։ Իրենք ունեն քաղաքականություն։ Այն պետությունները, որոնք որ միանում են պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ, այդ պետություններից ինքը արգելափակում է արևտուրը, ինչ որ իրենք ինչ ներմուծում էին Ռուսաստանի Դաշնություն, այլ ապրանքներ, չէ՞, պատժամիջոցները վերաբերվում են տեխնոլոգիապես բարձր ապրանքներին, վերաբերվում են ռազմական կրկնակի նշանակություն ունեցող ապրանքներին եւ այլն, ցանկ կա։ Ինչպիսին ելակն է։ Չէ, ինչպիսին տարբեր տեսակի չիպերն են եւ այլն։ Իհարկե։ Ովքեր որ չիպեր չեն ծախում Ռուսաստանին, ելակել չեն կարա ծախել։ Դրամաբանությունը Ռուսաստանի Դաշնության, որ եթե սահմանափակում եք մեր երկիր մուտքը բարձր տեխնոլոգիական ապրանքների, որը որ անհրաժեշտ են պատերազմի համար, Ռուսաստանի Դաշնությունը արգելափակում է այդ երկրներից այլ ապրանքների մուտքը։ Հիմա եթե Հայաստանը Եվրասիական միության անդամ է, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող պատժամիջոցներ մտցնել ուղիղ, ինչպես որ Հունաստանի կամ Հունգարիայի կամ Լեհաստանի դեմ, հա։ Ինքը ստիպված է դա հողարկել սանիտարական նորմերի անվան տակ եւ բարձրացնում է հարց, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ինչու՞ մի քանի օր առաջ ընտրություններից։ Որովհետեւ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանը ստորագրեց տրիպին վերաբերվող մայիսի 26-ին ստորագրեց տրիպին վերաբերվող փաթեթը։ Անհնար է չտեսնել այստեղ կապը։ Իհարկե, ոչ թե ընտրություններից մի քանի օր առաջ, այլ մայիսի 26-ից արագ արձագանք, հա։ Մայիսի 26-ից հետո սկսվեցին։ Այսինքն տրիպի զարգացմանը արձագանք, տրիպի նախագծին արձագանք, հա։ Տրիպի նախագծին վերաբերվող փաստաթղթերի ստորագրմանը, այսինքն փաստաթղթերի ստորագրումը միջպետական հարաբերություններում որոշակի փուլ է։ Հիմա դա օգնեց Ռուսաստանին, թե վնասեց փաստաթղթերի հաջորդ փուլը վավերացումն է խորհրդարանի կողմից։ Հասկանալի, դա օգնեց Ռուսաստանին, թե վնասեց, թե ոչ մի դա առնչություն չուներ, իզուրենք այդ հարցը։ Դե եթե Հայաստանը բարձր տեխնոլոգիաներով կենտրոն է կառուցում Նիվեդայի այդ Գագարին քաղաքում, իհարկե ԱՄՆ-ն եթե տրամադրում է թույլտվություն է տալիս Հայաստան ներմուծել ժամանակակից չիպեր, պիտի եւ Հայաստանը վերցնի իր վրա պարտականություն երաշխավորի, որ այդ տեխնոլոգիաները, այդ չիպերը չեն արտահոսի Ռուսաստան, վաղը չեն հայտնվի հրթիռների վրա եւ չեն թռնի դեպի Ուկրաինա, դեպի Եվրոպա եւ այլն, չէ՞։ Այսինքն դա ավելի շատ մեծ էր պետք, քան Ռուսաստանին տվյալ, այդպես է ստացվում։ Ինչ այդ սահմանափակումները։ Այդ սահմանափակումները հետևանք են այն ընտրության, որը որ կատարվել է ըստ երևույթի մայիսի 26-ին փաստաթղթերի ստորագրումով մենք դա տեսանք։ Այսինքն
եւ դարաշրջանը ավարտվում է։ Մենք կարող է ինչպես որ Արցախի հարցում ունենք պոլեմիկա, ով է առաջինը ճանաչել Պուտինը ասում էր Փաշինյանին, դու ես Պրահայում ճանաչել են ինչ որ բաներ պատասխանում, հետո վերջում համաձայնվեց, ասաց ես եմ ճանաչել, լավ եմ արել Փաշինյանը։ վերջում։ Այդպես չեղավ վերջում ընտրություններից ընդառաջ խոստովանեց, որ ինքն է արել, գիտակցաբար է արել, լավ է արել, ինչ արել է, չի փոշմանում այդ էթնիկ զտումը արդեն իր պատասխանատվության հարցը չի։ Իսկ հիմա մենք ունենալու ենք երևի այդ տեսակ դիսկուրս, ով է առաջին արել, խի արել, այդ process-ը լինում է, բայց փաստ է, որ եւը հիմա ավարտվեց, կամ պիտի արդեն մոդելը գործի։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը դեռ շարունակում է պնդել, որ եւը հնարավոր է շարունակել։ Միգուցե ունի ինչ որ հիմքեր այդպես պնդելու, բայց այն ինչ որ սեղանի վրա դրված է այսօր, եւ ես նկատել եմ, որ Հայաստանում շատ մարդիկ ընդվզում են, որ ոնց, Հայաստանը պիտի ունենա իրավունք եւ Եվրոմիության հետ ինտեգրվելու եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պահպանելու։ Դա էլի օրինակով պիտի բերեմ, օրինակ Բրիտանիայի ժողովրդի որոշումից դուրս գալ ԵԱՏՄ-ից մինչև դուրս ԵՄ-ից մինչև դուրս գալը որոշակի ժամանակ անցավ, չէ, կոչվում է անցումային փուլ։ Եվ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի միջև նույնպես պիտի լինի ինչ որ անցումային փուլ, բայց կողմերը պիտի հստակ հասկանան, որ այդ անցումային փուլը, որը սկիզբ ունի ու ավարտ ունի։ Brexit-ի նմանություն։ Այո, ինչ որ միջազգային այսպիսի միավորից դուրս գալը չի կարող լինել արագ։ Պարոն Ղուկասյան, ճգնաժամ է սա։ Այո, գնահատել որպես ճգնաժամ։ Ճգնաժամ է, որովհետև Հայաստանի իշխանությունները, Հայաստանի իշխող ուժը հրաժարվում է անցումային շրջանը ձևակերպել։ Հրաժարվում է անցումային շրջանին օր նշանակել ստարտային եւ բանակցել ավարտի վերաբերյալ։ Այդ process-ը 5 տարի կարա լինի, 3 տարի կարա լինի, դա արդեն կողմերի բանն է։ Բայց հիմա մենք տեսնում ենք փաստացի, որ Հայաստանի ղեկավարությունը, այդ կառավարության ղեկավարությունը հրաժարվում է հայտարարել երբ է լինելու անցումային փուլի մեկնարկը։ Դա տարօրինակ է։ Դա տարօրինակ է եւ դա ճգնաժամ է։ Դրա հետևանքով ունենք այն ինչը որ հիմա ունենք, որովհետեւ ես նորից ասում եմ, եթե Հայաստանը արդեն իր վրա վերցրել է պարտավորություն սահմանափակել դեպի Ռուսաստան այդ տրանզիտը Եվրոպայից, որով որ այդ մեծ թվաբանությունը վիճակագրական, ապահովում էր մինչև հիմա, արտաքին առևտրի Ռուսաստանի հետ այդ ֆանտաստիկ թվերը Հայաստանում արտադրված ապրանքներից խոմ չէին, չէ՞։ Հայաստանում նոր գործարաններ չեն բացվել, որ զանգվածային Ռուսաստան ապրանք տարվի, ճանապարհները լիքը չեն բեռնատար մեքենաներով, որ ասես նոր ապրանք։ Դա ռեէքսպորտ է։ Եվ այդ ռեէքսպորտը հիմա, եթե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պահանջով սահմանափակվում է, Ռուսաստանը շանտաժ է անում ոչ միայն մեզ, ինքը նաեւ անում է Եվրոմիության։ Ես այդ օրինակն եմ բերում, տեսեք, երբ որ Արցախ շրջափակման մեջ էր, Ռուսաստանի Դաշնությունը ըստ շանտաժ էր անում ոչ միայն հայկական կողմին, շանտաժ էր անում ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային եւ ասում էր մեզ մանդատ տվեք, չէ՞։ Ադրբեջանական պսևդոէկոլոգները փակել են ճանապարհը, ռուսական զինվորները անզոր են մանդատ չունեն, մեզ մանդատ տվեք, որ մենք շրջափակումը վերացնենք։ Այդպես չէր։ Հիշեցնում եմ ձեզ։ 20 Հիշում եմ։ Այսինքն դա շանտաժ էր
ոչ միայն այ ժողովրդի նկատմամբ Հայաստանի, Արցախի հանրապետությունների նկատմամբ, այլ շանտաժ էր առաջի հերթին Ֆրանսիայի ԱՄՆ-ի նկատմամբ։ Նպատակը մանդատ ստանալ։ Չստացան մանդատ, այդ եվրոպական պետությունները ԱՄՆ-ն չենթարկվեցին շանտաժի, կոնֆլիկտը բարձրացավ հաջորդ բան, վերացնել Արցախի հանրապետությունը եւ այլն։ Հիմա նույնը այս հարաբերություններում Ռուսաստանը շանտաժ է անում Եվրոմիությանը, որ Հայաստանում կլինի ճգնաժամ, եթե եվրոպական պետությունները թույլ չտան Հայաստանով Ուկրաինայի վրա կրակելու համար այդ հրթիռների չիպերը արկու վաճառքը անել։ Եթե չեք թույլ տալի Հայաստանում ճգնաժամ ա լինելու, Հայաստանում քաղաքական բունտ ա լինելու, հենա կուսակցությունները այնտեղ փողոցում 5 րոպե պակաս կանգնած են, քանի ձայն չի հետում ԲՀԿ եւ այլն այս պատմությունները, այսինքն վիճակը, որ այսենց բանով մի կարա դառնա լրիվ ուրիշ բան, էլի։ Եվ որպեսզի ավելի ամուր լինի բոլորի համար եւ ավելի այսպես զգոն լինեն, մի հատ էլ վերևից օրենք են ընդունել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է լիազորում նախագահին ինքնուրույն, հա, Պուտինը ինքնուրույն կարա որոշում կայացնի այլ պետություններում զինված ուժեր կիրառելու մասին այդ Ռուսաստանի քաղաքացիների քրեական հետապնդումներից պաշտպանելու պատրվակով։ Հիմնականում առաջներ դա վերաբերում է Տաջիկստանին եւ Հայաստանին, որտեղ որ Ռուսաստանը ունի ռազմաբազաներ, որտեղ ինքը կարող է ուժ այդպիսով կիրառել ներսից ուժ կիրառել, ոչ միայն դրսից։ Չնայած այդ ստորագրած հրամանագիրը դա դրսից էլ է ընդհանրում։ Բոլոր դեպքերում դա ագրեսիա է, թե ներսից ռազմական ուժի կիրառումը, թե սահմանը հատելով դրսից կիրառումը, դա ագրեսիա է ըստ միջազգային իրավունքի։ Պարզապես հիշեցնենք, որ Ուկրաինայի վրա հարձակումը այդպես բացատրվեց, որ դրանք 14 թվականին չէ, ռուսական բազայի տարածքից 14 թվականին այդ վեժլիվի լյուդի կանանչ մարդուկներ եւ այլն, ինչով է տարբերվում այսօրվանից։ Այսօր ստեղծել են իրավական կարգավիճակ։ Եթե 14 թվականին Սևաստոպոլի բազայից դուրս եկող ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչները քողարկում էին իրենց նշանները, զինանշանները, որ երկրի պատկանելիությունը չերևա։ Այսօր իրենք Ռուսաստանի Դաշնությունում ունեն կարգավորող իրավական մեխանիզմ, որը որ թույլ է տալիս ենթադրենք պատկերացրեք ինչ որ վարձկաններ, իսկ հիմա վարձկանները դա տարածված գործիք է, չէ՞, պատերազմում, ամբողջ պատերազմն են վարում վարձկանները։ Դրոնների նման ընդունված ձև է արդեն։ Այո, նորություն է։ Գալիս են Հայաստան, անհրաժեշտ պահին գնում են, ստանում են զենք ռուսական բազաներից, խփում են զինանշանը, ընդեղից օրենքը եւ ահա ռազմական այսպես ասած օպերացիան կարող է սկիզբ առնել։ Հիմա իմ կարծիքով Ռուսաստանին առաջինը պետք է հարկավոր լինի նման օպերացիա իր ներքին անհրաժեշտությունների։ Երկրորդին պետք է ի վիճակի լինի նման օպերացիա իրականացնելու։ Հայաստանում իմ կարծիքով բոլոր պայմանները այդպիսի օպերացիա անցկացնելու համար կան, տեխնիկապես կան, քաղաքական առումով ստեղծված են։ Երկրում ներքին ճգնաժամ կա ընտրությունների շուրջ անհամաձայնություն կուսակցությունների, արտաքին ճգնաժամ կա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի շուրջ տնտեսական, հա, տարաձայնություններ, այստեղ ոչ թե տնտեսականն է, այլ Հայաստանը իր նորից եմ ասում, Հայաստանից պահանջում են ներկայացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկի օրը։ Որը կհանգեցնի, դուք համարում եք սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Դե այս պահին ես մատնացություն եմ անում, որ քաղաքական ճգնաժամ է, որը այո, սոցիալ կհանգեցնի, թե չի հանգեցնի, դա այլ հարց է։ Դե հաշվարկը դրա վրա է, երևի թե։ Հաշվարկը կարող է եւ ավելի խորը
լիներ եւ ես դրա մասին եմ ասում քաղաքական պայմանները ստեղծված են եւ արտաքին ճգնաժամը քաղաքական ճգնաժամը կա եւ ներքին ճգնաժամը կա եւ տեխնիկապես հնարավորությունը գործիքները այդ օրենքով կամ այդ հրամանով եւ օրենքը իրավական այդ թվում գործիքը Ռուսաստանի Դաշնության ստեղծված է այսինքն մնում է հարց երբ դա Ռուսաստանին անհրաժեշտ կլինի կիրառել դա արդեն կապված է Ռուսաստանի իշխանության ռազմավարությունից իր իշխանությունը պահել բայց մենք նորից Կրիմի օրինակը եթե վերցնենք Ռուսաստանում կա փորձ որ երբ որ իրենք անեքսիա են ենթարկում ինչ որ մի հատ չէ Ղրիմի անեքսիան ինչպես ընկալվեց ռուս հասարակության կողմից ողջունեցին Հայաստանի կլանումը Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ռուսական մեդիաները սարքեցին արևմուտքի սիմվոլ իրան իշխանությունից հեռացնելը հնարավորություն է նորից հանրությանը Ռուսաստանի ցույց տալ որ Պուտինը ուժեղ է էֆեկտիվ է Այն ֆոնին որ Ուկրաինայում հիմա աջողություններ չկան եւ չեն էլ սպասվում որոշակի մոտակա տեսանելի ժամանակ հենց նույն Կրիմում ինչ որ մի այլ իրադարձություն ստեղծել շեղել հանրության ուշադրությունը փայլուն հատուկ օպերացիայի վրա որտեղ որ էփածա որշը պատրաստ է մնում է կրակից հանել դնել բանի էլի ռուս ընտրողի արչև որ համեցեք կերեք դա էլ կարող է փոխկապակցված լինել իրենց ընտրական ժամկետների հետ ենթադրենք սեպտեմբերին չէ իրենք ունեն ընտրություններ պետդումայի եւ այլն մենք վտանգի մեջ ենք այս ժամանակահատվածում որովհետեւ անպաշտպան ենք առհասարակ ցանկացած ռուսական սցենարի ես չունեմ այդ պատկերացումը որ Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն քաղաքական գործիչ է, որ ինքը իսկապես ծրագիր ունի Ամեն դեպս նա ցուցադրում է, որ կայուն է խոճապի չի մատնված, այսօր շարունակ ասեց իմ տիկունքում աղստևն է, գնացել էր հեծանիվով Իջևան Ես գնահատում եմ ամփոփ իր գործունեությունը այս 8 տարիների ընթացքում եւ իմ եզրակացությունը հետեւյալն է ինքը ընդունել է բոլոր որոշումները կարևորագույն հարցերով Արցախի հարցով մասնավորապես ի օգուտ Ռուսաստանի ի վնաս հայ ժողովրդին ի օգուտ Ռուսաստանի կարող եմ հերթական անգամ պարզաբանել բանակցությունների թոքը կտրելու որոշումը ի օգուտ Ռուսաստանի էր որովհետեւ նպատակ ուներ ռուսական զորքերը Արցախ բերել տեղակայել Արցախի նշաձողը ստատուսի նշաձողը իջացնելու որոշումը, այսինքն Արցախի ինքնավար կարգավիճակի մարզի, հա, կարգավիճակի Ադրբեջանի կազմում ճանաչելը անհրաժեշտ էր Ռուսաստանին, որպեսզի իր զորքերը այնտեղ հավերժ առանց մանդատի կարողանան մնալ, երբ սպառվեցին, հա, մանդատ ստանալու, միջազգային մանդատ ձեռք բերելու բոլոր ջանքերը, սկսվեց այդ շրջափակումը եւ միաժամանակ Հայաստանը հայտարարեց, որ Արցախի ըստ էության, հա, այդ Պրահայի հայտարարությունը մաքսիմում ինչին կարող է Արցախը հավակնել, դա ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում։ Այսինքն այս բոլոր որոշումները ընդունվում էին Ռուսաստանի Դաշնության օգտին եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի Եվրոպայում հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, ինչքան որ դուք եք պատրաստ, դա էլ էր Ռուսաստանի Դաշնության օգտին, որովհետև այդ պահին Ռուսաստանին հարկավոր էր Հայաստանը որպես խաբ տրանզիտ դեպի Ռուսաստան տրանզիտ ապահովելու համար։ Հայաստանը ինչ շահեց նրանից, որ Եվրոպայից ապրանք մուտք եկավ Հայաստան եւ հետո դուրս եկավ դեպի Ռուսաստան։ Ինչ որ բան շահեց այդ վիճակագրական թվերից բացի, դա աշխատատեղ ստեղծեց, դա եկամուտ ստեղծեց, դա հարկ ստեղծեց։
Չէ։ Այդ ամբողջ Ռուսաստանի Դաշնության հիմնականում համար էր եւ դա էլ ընկալվում է, չէ, հանրության կողմից որպես պրոեվրոպական քաղաքականություն, բայց իրականում դա եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ իրեն հարկավոր է այսպես ասած ցույց տալ ուժը Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով հանգիստ կհեռանա այդ դրամաբանության, հա, կոնտեքստում, որ դա եւս շահ եւ օգուտ կբերի Ռուսաստանի Դաշնությանը ղեկավարությանը նկատի ունեմ իր այդ քաղաքական ներքին հարցերում։ Ես այդպիսի վտանգ տեսնում եմ եւ համաձայն չեմ այն բոլորի հետ, ովքեր որ ասում են, որ Հայաստանը դիմադրություն կարող է ցուցաբերել պետական մակարդակով, ռուսական միջամտությանը, բանակով, ԱԱՑ-ով եւ այլն, միշտ հիշեցնում եմ, տենց մի հատ ֆիլմ կար, որ դահլիճում նստած են մեկ էլ հրաման է գալիս ԿԳԲ-ի բոլոր գործակալները դուրս գան, ու սաղ դուրս են գալի, վերջում էլ պարողը այդ իր բանին դնում է գետնին, հանգարց այդպես չստացվի, էլի, Հայաստանում, եթե Ռուսաստանում կնոպկեն սխմեն, եւ հանգարց չստացվի, որ գլխավոր պարողը նույնպես այդ գործակալներից, եթե առաջինը չէ, գլխավորը չէ, այնուամենայնիվ ամենաազդեցիկն է։ Ես այդպես եմ նայում, իմ գնահատական է իր բանը վիճակի, եւ դրա համար կարևոր է իսկ քաղաքացիական հանրությունը Հայաստանում այս ընթացքում ինչ դարավ։ Նրանք ովքեր որ լռում են, համաձայն են խաղաղություն էթնիկ զտման դիմաց բանաձևին, արդեն քաղաքացիական հանրություն չեն։ Այդ մարդկանց վրա հույս դնել, որ իրենք վաղը դուրս կգան ռուսական ագրեսիայի դեմը կփակեն, գիտեք, քաղաքացիական գործունեությունը եւ հանրության կեցված սկզբունքայնության վրա է հենված, փողի վրա չի հենված, ինչ որ կարիերիզմի վրա չի հենված, դա սկզբունքայնության վրա իդեալիստական կարելի է ասել, հիմա բան եմ ասում, բայց այո, որոշակի իդեալների վրա, դրա անկալման, դրա գիտակցման վրա հենված գործունեություն է, որը պաշտպանում է հասարակությունը ոտնձգություններից, քանի որ պաշտպանում է օրենքը, սահմանադրական կարգը, մարդու իրավունքները եւ ազատությունները առհասարակ, եւ մենք այո այսօր ունենք երկիրը նման վտանգներից պաշտպանելու համար, նաեւ այդ պակասը ես շատ բարձր եմ գնահատում Գեղամ Օղանյանի նախաձեռնությունը Արտուր Օսիպյանի պաշտպանելու հարցում, անկախ այդ ինչն է առարկան եղել, բայց դա նոր քաղաքացիական հանրության մեջ նոր ոնց ասեմ, վերարտադրվելու, վերածնվելու առաջի եւ շատ կարեւոր նշան է։ Մոտավորապես դա նույնն է, ինչ որ թրջկանի, հա, այդ պայքարը թրջկանի համար 14 թվականին, հա, չէ, 11 թվականին, 2011 թվականին դրվագներ եղել։ Ինչ որ մի դրվագից սկսվում է եւ բայց կարևորը որ շարունակական լինի եւ ուժ ունենա ուժ հավաքի 11-ին սկսած այդ թրջկանի բանը տեսակ որ ասավ ինչ շարժումներ տվեց, չէ, մեր երկրում եւ որքան մարդիկ ներգրավեցին դրա մեջ, դաստիարակվեցին դրա մեջ եւ դա արդյունքում բերեց 18 թվականին, երբ որ մեր հանրությունը եւ գիտելիք ուներ քաղաքացիական անհնազանդության եւ տեսած փորձ ուներ եւ այլն, եղել են դեպքեր եւ հիմա դա շատ կարեւոր է եւ դա է ես համարում մեր ժողովրդի պաշտպանությունը այսպիսի վտանգավոր սցենարից, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի Հայաստանում Կրիմ 2, այսպես ասած, իրականացնի, իրականում այդ Գեղամ Օղանյանի նման մարդիկ, Արտուր Օսիպյանի նման մարդիկ են հենարանը մեր
պաշտպանությունը այդ ձևի բաներից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, բայց այնուամենայնիվ ճիշտ է երկարեց մեր զրույցը մեկ հարց եւս պետք է տամ։ Այդ քաղաքական կուսակցությունների ցանկում մենք խոսեցինք այն մասին, որ այո, քաղաքացիական ակտիվությունը, գիտակցությունը կարևոր է, բայց նաեւ նշեցիք, որ անկախ մամուլը պետք է լինի եւ պետք է լինի առողջ ընդդիմություն։ Այդ ցանկում դուք տեսնում եք քաղաքական ուժեր, որոնք այդ ուժը ունեն, իսկապես ուժ են, քաղաքական ուժ են եւ կշարունակեն պայքարը եւ մենք կարող է դրա հիմքն ենք տեսել արդեն կամ կարող ենք տեսնել, որ կա քաղաքական ուժ, որը իրապես ընդդիմություն է։ Դե ինչ որ ասեցիք դաղում, ես չեմ դասագրքային ճշմարտություններ են այդ ընդդիմության եւ բաների մասին, դա անկախ մամուլ բոլորին հայտնի այսպես ասած անվիճելի բաներ են։ Այո, նոր կուսակցությունները բնականաբար դա այն քաղաքական թիմերն են, միավորներն են, որոնք որ այսօրվա դրությամբ քաղաքական առումով շատ կարևոր են, որովհետև հիմա տեսեք, ես լովին համաձայն եմ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ պրոռուսական ուժերը պիտի 4% շեմը իրականում չանցնեին։ Բայց ես նաև համարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրն էլ պիտի 4% շեմը իրականում չանցներ։ Բայց դեպքում Սերժ Սարգսյանի հարցը, բա ով անցներ 13 թվականին հիշում եք, երբ որ Ռաֆին ասաց, որ երկրորդ փուլ պիտի լինի, հա, միտքը դա էր, որ ես չեմ կարել հաղթել, բայց դու էլ չես հաղթել, այսինքն երկրորդ փուլ պիտի լինի, Սերժն էլ զարմացեց, ոնց կարա երկրորդ փուլ ուզենա, ասաց, բա ով է հաղթել էլի, դեպքում, եթե դու չես հաղթել, ես չեմ հաղթել էլի։ Նույնը եւ հիմա այստեղ, բա ով պիտի հաղթի։ Ես ցանկանում եմ, ես ուզում եմ եւ կարծում եմ շատերը համաձայն են, որ խորհրդարանում չլինեն ուժեր, ում կարելի է մեղադրել, որ իրենք Արցախը դավաճանել են, եւ լինի այդ դեմագոգիան, տեսեք ստեղ ինչա գրած կամ գրած չի կամ սա ոնց կարդանք հասկանանք, հա, սև սպիտակի վրա ինչ որ բան է գրած եւ դրա շուրջը մեկնաբանություններ, եւ չլինեն մարդիկ, ովքեր ում կարելի է մեղադրել, որ դուք ժողովրդին թալանել եք, էս է կարել, են է կարել, եւ մյուս։ Այսինքն բոլոր նոր կուսակցությունները այդ չափանիշին համապատասխանում են։ Եվ դրա համար ես լավ, վատ, իրենք կարող են հա տարբեր բան լինել, բայց այս առաջատար քարյակը այս քվեարկության պիտի լյուստրացիայի ենթարկվի, եթե մենք ուզում ենք ունենալ առողջ քաղաքական խորհրդարան, ինքը կարող է կատարյալ չլինել, բայց այս ինչը այս ուժերը իրենք հիվանդ ուժեր են, իրենք չեն կարող առողջ լինել, քաղաքացիական պայմանագիրը այլևս երբեք չի կարող առողջ քաղաքական ուժ լինել, ինքը պիտի չէ իր այսպես ասած ճշմարտությունը, որ լավ են կարել, որ Արցախը հանձնել ենք, տանի առաջ, դա արդեն իր վրա դրված է այդ բեռը, եւ ինքը չի կարա անկաշկանդ լինի հանրության հետ, ինքը չի կարա չխափի, ինքը պիտի անպայման այդ հարցերում, չէ, իր ճիշտը բրդի զորբայությամբ իր ճիշտը ճակերտների մեջ էլի առաջ իր պատասխանատվությունը հանելու համար եւ նույնը եւ այդ պրոռուսական ուժերը դրա համար առողջ խորհրդարանը դա այն խորհրդարանն է որտեղ որ ավելի ազնիվ եւ խաբեության ավելի քիչ անհրաժեշտություն ունեցող քաղաքական ուժերն են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում Հայ կառուցողական կուսակցության նախագահի զրուցվար մեր Գայան Արաքելյանը, բարին ձեզ։